Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես արդեն լավ ենք ու սկսում ենք մեր հերթական մի փոքր ուշացած վլոգը, այս վլոգից սկսած արդեն մյուս վլոգները լինելու են նախատոնական տրամադրությամբ վլոգներ, ես արդեն սկսել եմ մեր տան մաքրությունը խորքային, այսպես ասված ու բորկան, որպեսզի շաբաթ կիրակի օրերին արդեն տնենք տոնածառը ու զարդարենք ամբողջ տունը։ Երեխեքը անհամբեր սպասում են, թե ես երբ եմ վերջացնելու բորկան, որպեսզի շաբաթ կիրակի տնենք տոնածառը։ Եթե այս շաբաթ կիրակի չտնենք, երեխեքը արդեն ինձ կսպանեն։ Իհարկե գիտեք, թե ինչի համար է ուշացած վլոգը, քանի որ երեխեքը լուրջ հիվանդացել էին ու նոր են կազդուրվում, արդեն սկսել են գնալ ամենքը իրանց գործերին, այսպես ասած, դպրոց, մանկապարտեզ, պարապմունքների, դե ես էլ բնականաբար իմ գործերով եմ, իմ առօրյայով, բայց հասցրել եմ մի քանի գնումներ անել, որոնցով էլ ուզում եմ կիսվել ձեր հետ։ Առաջիկայում ունենք հարսանիք եւ նաեւ Նինուլիկի դասարանի կառնավալն է, այդ առիթով Նինուլիկս իր համար վերցրել է շատ սիրուն տոնական շորիկ այս տարվա գույների մեջ, այսպես կարծում եմ, որ շատ սիրուն է, գույնն էլ անուշ, շագանակագույն, քարիկներով, թևերին փոքրիկ այսպես մանժետներ կան, իրան էլ շատ սիրուն եղավ սազեց շորիկը, Նինուլիկը երբեք այս ոճի հագուստ չի հագել, սա առաջին անգամ էր, բայց շատ սիրուն եղավ իրան ու որոշեց վերցնել, սա Նինուլիկիս շորը, հետո Անգելինայից համար վերցրել ենք Անգելինայից համար վերցրել ենք դվոյկա, ինքը բլուզն է, իր սիրուն շորիկով, էլ իրան շատ սիրուն եղավ, հագի վրա շատ սիրուն էր ու մի փոքր ավելի հաստ մատերիալ է, քանի որ Անգելինան շատ է սիրում շորիկներ հագնել, ես գիտեմ, որ այս տոներն անցնեն իր ամբողջ օրը իր հագին սա է լինելու, դրա համար որոշեցի մի փոքր ավելի հաստ մատերիալ վերցնել, որպեսզի ձմռանը կարողանա հագնել ու ինքը իր հետ ունի այսպիսի սիրուն պայուսակ, փոքրիկ սիրուն մարգարիտե շղթայով, այսպիսի սիրուն պայուսակ, սա էլ Անգելինայից շորերն են, հետո իմ համար վերցրել եմ շիֆոնից տաբատ, այսպիսի լայն, շիֆոնից տաբատ եմ վերցրել, բարակ, ինքը շատ նուրբ տաբատ է, իրականում դեռ չգիտեմ ինչի հետ եմ համադրելու, եթե չկարողանամ իմ ունեցած վերնահագուստների հետ համադրել, երևի ինչ-որ նոր բան կգնեմ, բայց դա դեռ հաստատ չի, ու իմ համար վերցրել եմ ձմեռային կուրտկա, այսպիսի սիրուն շոկոլադնի երանգով կուրտկա, իր վրա ունի այսպիսի շատ փափլիկ մորթի, այս կտան, որ տեսա, իրականում չէի նախատեսել, որ պետք է վերցնեմ, բայց որ տեսա հագա, իմ հագով էր ու ինձ էլ բավականին սիրուն եղավ, միանգամից վերցրեցի, շատ եմ հավանել, այնպես որ ամբողջ ձմեռ ինձ կտեսնեք սրանով։
Նաև վերցրել եմ իմ համար առօրյա հագնելու ձմեռային կոշիկներ, դրանք էլ չեմ կարող ցույց տալ, որովհետև արդեն հագել եմ։ Այսքանն էին իմ գնումները այս անգամվա։ Այդպես իմնես, հիմա ես պատրաստվել եմ, որովհետև դուրս եմ գալու խանութներով, ուզում եմ մի քանի խանութներ մտնել նվերների համար, քանի որ Նինոլիկը Secret Santa է խաղացել դասարանով ու պետք է նվեր նայեմ, ու բացի դրանից էլ ուզում եմ մի քանի նվերներ էլ նայել, չգիտեմ այսօր կգնեմ թե ոչ, բայց ամեն դեպքում ուզում եմ տեսնել ինչ հետաքրքիր նորություններ կա, այդպես գնամ խանութներ կամ ու սկսեմ հյուրասենյակի մաքրությունը։ Սիրուններս, ես սուրճս խմեցի, հագնվեցի, պատրաստվեցի ու դուրս եկա տանից։ Հիմա դուրս եմ եկել խանութներով, տեսնեմ ինչ հարմար բան կկարողանամ երեխեքի համար գտնել, նվերների համար, հա։ Եթե ինչ-որ լավ բան գտնեմ, անպայման միանգամից կվերցնեմ, որովհետև ժամանակ էլ չունենք։ Իրականում այս տարիքի երեխեքի համար մի փոքր ավելի բարդ է նվերներ ընտրելը, քանի որ ոչ խաղալիքներից են ուրախանում, ոչ մեծական բաներից, շատ բարդ տարիք է ու փուլ։ Բայց նաև շատ հետաքրքիր է ու լավ միտք է Secret Santa խաղալը, երեխեքը ուրախանում են ու մի փոքր ավելի տոնական տրամադրություն է մտնում իրանց առօրյայի մեջ։ Այս տարի ես էլ էի ուզում կազմակերպել, մենք քույրիկներով, ընտանիքի անդամներով խաղայինք, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց։ Դրա համար հիմա կսահմանափակվենք միայն Նինուլիկիս թոռնիկների համար նվերներ ընտրելուց։ Այդպես հիմա գնամ արագ խանութի գործերն ավարտեմ, հետ կամ տուն, որպեսզի շարունակեմ տան մաքրությունը։ Սիրուններս, ես հրապարակում եմ արդեն, ու ինչպես տեսնում եք, տոնածառի նախապատրաստական աշխատանքներն են անում, արդեն սկսել են տոնածառը դնել ու զարդարել, ինչպես գիտեք, Գյումրիում միշտ դեկտեմբերի 7-ից հետո են սկսում դնել տոնածառը, հարգելով Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը, ու ինչքան քայլում եմ փողոցով, այդքան ավելի շատ եմ զգում ամանորի շունչը։ Սիրուններս, ինչպես տեսնում եք, ես արդեն տանն եմ, իմ բոլոր գնումները արել վերջացրել եմ, և նվերները ընտրեցի, և իմ համար վերնաշապիկ վերցրեցի, այսպիսի քարերով, որպեսզի կարողանամ հագնել տաբատի հետ, այսպես ամբողջ դիմացի հատվածը գեղեցիկ քարեր են դագված, ինձ էլ շատ սիրուն եղավ, իսկ ամբողջական տեսքը կտեսնեք, երբ որ հագնեմ։ Սա այսպես, տղա երեխայի համար վերցրել եմ այսպիսի կոնստրուկտոր, կարծում եմ, որ իրան պետք է որ դուր գա, քանի որ ես տարիքը իմացել էի 7-ից 8 տարեկան երեխա է լինելու Նինուլիկիս թոռնիկը, ու այդ տարիքին համապատասխան կոնստրուկտոր եմ վերցրել, իր հետ կդնեմ այսպիսի տոնական փաթեթավորմամբ շոկոլադներ, իսկ աղջկա համար վերցրել եմ այս ալմազե քարիկներով կտավը, որը պետք է երեխան հավաքի ու այս պատկերը ստանա, էլի շատ սիրուն է, օրինակ, թե ես եմ շատ սիրում այս ալմազե քարիկներով կտավները, թե իմ երեխաները, իրանք շատ մեծ հաճույքով նստում ու ժամերով կարող են հավաքել, իրականում ես էլ, եթե ժամանակ եմ ունենում, հավաքում եմ, քանի որ ինքը բավականին նյարդերը թուլացնում է, հանգստացնում է, մի խոսքով կարծում եմ շատ հետաքրքիր
ու տարբերվող նվեր է ու նույնպես այսպիսի շոկոլադ եմ վերցրել, որ որպես քաղցր լինի նվերների հետ։ Այսքանն էին այս անգամվա գնումներս, կարծում եմ էլ խանութ չմիջնի, հա նաև ունեմ այսպիսի փաթեթավորման համար թղթեր, որոնցով հիմա կփաթեթավորեմ, երևի միանգամից կփաթեթավորեմ, որ էլ ժամանակ էլ չունենք ու ես անցնեմ վերջնական իմ գործերին։ Եկեք սկսենք փաթեթավորելը, իրականում քանի Անգելինան հյուրասենյակում խաղում է, ուզում եմ արագ փաթեթավորել, որ չգատեսնի այս շոկոլադները, իրենց համար ուրիշ եմ վերցրել, բայց պահել եմ, որ երեկոյան Նինոլիկն էլ տուն կգա, նոր երկուսին է իրար հետ կտամ, դրա համար հիմա չեմ ուզում, որ սրանք տեսնի, արագ փաթեթավորենք ու կմիանամ։ Մեր նվերները, որ փաթեթավորեցի, այս լենտը քիչ եղավ, այս մեկի համար չհերիքեց, հետո մի հատ կանեմ, բաղական այսօր երեկոյան ու ամբողջական կփաթեթավորեմ։ Վերջիններս այսօրվա վլոգն էլ այսպեսին ստացվեց, ես փաթեթավորումն էլ արեցի, վերջացրեցի, հիմա գնամ սուրճս է խմեմ ու վերջնական անցնեմ տան մաքրությանը, որովհետև ընդամենը մի քանի ժամ ունեմ, վաղը արդեն պետք է տոնածառը դնենք, թե չէ երեխեքի հետ պրոբլեմ եմ ունենալու։ Այսպիսին էր այս վլոգը, մի փոքր շոփինգային վլոգ ստացվեց, փաթեթավորման վլոգ ստացվեց, բայց կարծում եմ հետաքրքրությամբ երեկոյան կնստեք թեյի սուրճի ժամանակ ու կդիտեք։ Ձեր կարծիքներին կսպասեմ մեկնաբանությունների դաշտում ու եթե հավանեցիք այս վլոգը, ապա չմոռանաք բաժանորդագրվել, սեղմելով զանգակ կոճակի վրա, թողնել ձեր կարծիքը, լայքել ու ալիքը տարածել։ Սիրում եմ բոլորիդ շատ-շատ, բոլորիդ մաղթում եմ տոնական տրամադրություն, իսկ ես հրաժեշտ եմ ձեզ տալիս հանդիպելով հաջորդ վլոգներում։ Պակա-պակա։